Ինչ impeachment։ Այդ մասը ինչ է պատմում, որ ուզում են impeachment նորից գործընթաց։ Իսեր Աստծո, չգիտեմ։ Չեմ կարող։ Խոճապի մեջ ենք։ Բայց ասեցին նաև կպատանների Ես ձեզնից եմ իմացել, բայց փողոցային պայքար են մտմտում ընդդիմադիրները, այսինքն Դավիթ Համբարձումյանը Սա դրություններ է, ինչ impeachment, ինչ փողոցային պայքար։ Հանրապետականի impeachment-ի գործընթացը նորից խեժացնում է ապահովում։ Եվ ԿՊ-ի падգամավորների հետ են զրուցել։ Գիտեմ, Նարեկ ջան, բայց չի ընտրություններից առաջ, ընտրություններին 6 ամսից առաջ, եթե ես չեմ սխալվում, օրենքով էլ չի թույլ տվել։ Նաև մենք փողոցով եւ Հա, բայց հանրապետականները, չգիտեմ, ասենք 400 հոգի մարդ չունեն, իրանք ընտրություններին մասնակցեն, իրանք ինչ impeachment անեն։ Այսինքն կասկածում եք, որ չի ստացվի ժողովրդի փողոց դուրս հանել, պարոն Սիմոնյան։ Դե impeachment-ի զուգահեռ գործընթաց են համարում փողոցային պայքարը, դրա համար եմ հարցնում։ Իրենք կասկածներ ունեք, որ մարդիկ դուրս կգան փողոց եւ ձեզ Այ ես էլ չգիտեմ իմաստը որն է, ես չգիտեմ հիմա ասենք, ես անընդհատ զարմանում եմ, թե այդ մարդիկ ոնց են տասնամյակ շարունակ երկիր ղեկավարել, այս խելքով որ ունեն, այս անկեղծ զարմանում եմ, այո, թող սկսեն։ Բայց ասեն նաև ԿՊ-ի падգամավորների հետ ևս կան քննարկում։ Ասում եմ ռեժիմը խոճապի մեջ է։ ԿՊ-ի բազմաթիվ падգամավորներ գնացել են, այլ հարցեր, լուրջ հարցեր կան։ Խոսել են ընտրակեղծիքների մասին, որ արդեն սկսել են ընտրակեղծիք։ Հանրապետականը խոսել է ընտրակեղծիքների մասին։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը խոսել է ընտրակեղծիքների մասին։ Հանրապետականը ընտրակեղծիքների համար ձեր իշխանության օրոք որևէ մեկը չի դատվել այդ հանրապետական։ Վստահ չեմ, որ ճիշտ պնդում ես անում, որ որևիցե մեկը չի դատվել, բայց ընտրական process-ներ եղել են 2021-ին եւ 2019-ին, եթե չեմ սխալվում, այլ ոչ թե հանրապետականի ժամանակ։ Իսկ այն ժամանակ ինչի հարցը նենց է տալի, ոնց որ ինչ որ մեկի մոտ տենց կասկած կա, հա, քո մոտ կասկած կա, որ միջև, չէ, բա ուրենը այլ հարց է, խոսանք հեսա, բայց քո մոտ կասկած կա անձամբ, որ միջև այդ ընտրություններում օգտագործվել է կեղծարարություն եւ ընդհանրապես այդ բանը, ինչ որ մեկի մոտ կասկած կա։ Իշխանություն, որ կաշառքի հետ կապված իմ մոտ կասկածներ չլինեն, պարոն Սիմոնյան։ Ես քեզ առաջարկում եմ քեզ հրավիրես ֆակտորի տաղավար հարցազրույցվես, կարծում հետաքրքիր կլինի։ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Մեղրիի հարցով խիստ տագնապներ ունի։ Ձեր թոշակ բարձրացնելը ժուրիկություն է։ Ընտրություններն արդեն վաղուց է կեղծվել, եւ այս ամենով հանդերձ բնականաբար դուք չպետք է լինեք այլևս իշխանության։ Ես առաջարկում եմ Սերժ Սարգսյանը հաճախ հարցազրույց տա եւ մասնակցի ընտրություններին, եթե կարող է։ Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ եմ վերաբերվում, Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ, քաղաքական դաշտում գոյություն չունի, չի կարող ունենալ, այդ մարդը մերժված մնալու է պատմության մեջ, ինքը մերժվածն է։ Ես մերժվածների հետ կապված հիմա աբսուրդ բան է, impeachment, Մեղրի, ինչի մասին է խոսում։ Ինչ է ասում թիպի մեջ։ Մեծ տագնապներ ունեմ եւ մասնավորապես հիշեցնում է ճանապարհի լայնը։ Թող Վալերյան կախմի, մեծ տագնապ։ Պարոն Սիմոնյան, Ռոբերտ Քոչարյանն էլ կարծում է, որ Հայաստանը ստեղծված իրավիճակից ամենալավը ինքը կարող է հանել։ Իր վերջի ասուլիսում ասել է, որ ամենալավը ես կարող եմ ղեկավարել այս երկիրը։ Սա առաջին հարցը եւ երկրորդը տարբեր փորձագետներ նշում են, որ ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում ԿՊ-ն իրապես քարոզարշավ է իրականացնում, դեռևս նախընտրական քարոզարշավը չի սկսված, ասում են գնում են մարզեր, փորձում են ընկած վարկանիշը բարձրացնել։ Ռոբերտ Քոչարյանը թող նախ կարողանա Հայաստան խմբակցությունը ղեկավարի, նա չի կարողանում ղեկավարել եւ ակնհայտ է, որ Հայաստան խմբակցությունը չի ղեկավարվում իր կողմից, այնտեղ դաշնակցությունը վերցրել է իշխանությունը եւ մնացածը ուղղակի սատելիտ է։ Եվ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարելու մասին թող չխոսի, որովհետև ես հասկանում եմ հիմա շատ մարդիկ մոռացել են Ռոբերտ Քոչարյանը իր ղեկավարման տարիներին ինչեր է արել, բայց ասենք ով Քոչարյանը թող ղեկավարման մասին չխոսի, Քոչարյանը այլ բան ունի անհանգստանալու, հաջորդ պարլամենտական ընտրություններին ինքը հատելու է շեմը դաշնակցության հետ եւ հայտնելու է պարլամենտում թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որը որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու իմ տվյալներով, իմ ինֆորմացիայով միանշանակ այդ խնդիրը ինքը ունի եւ այն ռեսուրսը, որը որ այն ընդդիմադիր Հայաստանի Հանրապետություն կան ինչ-որ մարդիկ, որոնք ընդունում են իշխանություն եւ կան մարդիկ, որոնք ընդունում են ընդդիմություն, հա 2021 թվականին
21%, եթե չեմ սխալվում, ընտրեց Ռոբերտ Քոչարյանին եւ Հայաստան Դաշինքը, այսօր ակնհայտ է, որ հաջորդ գալիք ընտրություններին այդ 21%-ի առույցի բաժինը այլևս Քոչարյանին ձայն չի տալու եւ իր ձայնը տալու է այլ ընդդիմադիր կուսակցությանը եւ սրա մասին Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտի, դրա համար ասուլիս է տալիս եւ իրեն առաջարկում է որպես վարչապետի տեխնացու, չեմ բացառում, որ իր անձի շուրջ էլ որ խոսում է անձը նայենք ռեյտինգը եւ այլը, ինքը կարող է եւ տենց հավակնություններ ունենա, բայց ինքը պարլամենտ անցնելու խնդիր ունի, հենց թող մեկ դրանով զբաղվի, նոր Իսկ երկրորդ հարցը վերաբերյալ տեսեք, ես այնուամենայնիվ ինչ որ քաղաքական գիտելիքներ ունեմ, չէ, ինֆորմացիա ունեմ, ես վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող են հատել անցողիկ շեմը, որոնցից երկուսը ակնհայտ կամ չեն հատելու, կամ դժվարությամբ են հատել, այսինքն լինելու է մեծ որևիցե ուժ, դա արդեն ընտրաշավը ցույց կտա։ Կարծում եմ, որ կամ այս նոր ստեղծված մեր ձևով տարբերակն է, կամ Ծառուկյանի տարբերակն է, իրանք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար, Քոչարյանը, թե որտեղ իրանք երկուսն է ձայն են տանելու եւ ձայն են տարել Հայաստան Դաշինքի այդ, այսպես ասած, ընտրազանգվածից, իրանք են իրար հետ մրցելու, թե ով առաջի տեղը կգրավի, իսկ այ Հայաստան Դաշինքը իր Ռոբերտ Քոչարյանով պետք է Իսկ թվում է ով հարցը, ինչ հարց է։ Երկրորդ հարցի հետ կապված բան Սիմոնյանը։ Մի րոպե։ Հիմա որ կարող եք լռել, շնորհակալություն։ Ներկուսակցական հայլակնչերի Կուսակցական քարոզարշավի ասում է հմվանդակ, ԿՊ-ն քարոզարշավը իրականացնում, փորձում է միջև բուն քարոզարշավը իր ընկած վարկանի շրջանում։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ կա արված, որ չի արվել նախկինում եւ արվում է հիմա։ Վարչապետը չի գնացել մարզերով, չի գնացել գյուղերով, պերաշկի չի կերել, որևիցե ձևով հետաքրություն չի ստեղծել իր շուրջ համացանցում, որևիցե ձևով ինֆորմացիա չի տրվել, ինչ նոր բան է արվում, որը որ առաջ չի արվել, ուղղակի հիմա ինտենսիվ է, հա, շաբաթ-կիրակի օրերը մեկ օր կլինի, շաբաթ կլինի, օր կլինի, շաբաթ-կիրակի կլինի, ներկուսակցական դուք տեսնում եք, որ ուժեղ պայքար է գնում, քննարկում եք այդ պայքարը, ընտրություններ են տեղի ունենում, դա աշխարհում որոշ երկրներում ընդունված պրակտիկա է, հա, Ամերիկայում որ ներկուսակցական այդ քարոզարշավը սկսում է, ոչ մեկ չի ասում որևիցե բան։ Օրենք չի խախտվում, եթե նման դեպքեր կլինեն, կարծում եմ հասարակական կազմակերպությունները, լրագրողները կարձանագրեն, մնացածը դա ներկուսակցական քարոզ արշավ։ Քաղաքացիները ձեր կուսակցության անդամ են, դուք փողոցով քայլում եք, քաղաքացիներին ինչ որ ձևով կաշառում եք, որովհետև երբ որ ամբողջ Ես ձեզ դատի կտամ։ Անձամբ ձեզ դատի կտամ։ Դուք կգաք դատարան եւ ցույց կտաք կաշառելու դեպք։ Տեսեք, պարոն Սիմոնյան, լավ։ Չէ, լավ չէ։ Ռուզանա ջան, բարձր որ ես ձեզ հարգում եմ եւ դրական եմ վերաբերում եւ ձեր ասացի հետ կապված դատարան չեմ դիմի, բայց չի կարելի տենց ասել, որովհետեւ այն բոլոր դեպքերում, երբ որ մարդիկ ուղիղ եթերա չէ ամեն ինչ։ Զապիս չի, ուղիղ եթերա չէ, այն բոլոր դեպքերում, որ մարդիկ գալիս են նույնիսկ ինչ-որ բան են հարցնում, որը որ գոյություն ունի, մենք նույնիսկ այդ ակնկալիքն ու խոստումը, որը որ կառավարության աշխատանքն է, դրա մասին չենք խոսում։ Մենք դրա մասին չենք խոսում, ուղիղ եթերներ կա։ Ապահովագրությունից չենք խոսում, Դորան հետ կապված խնդիրներին լուծում կտան։ Դրանք ինչեր են, պարոն Սիմոնյան։ Ասում եմ, օրինակները մատնացույց արեք եւ կոնկրետ օրինակ, չէ, տենց օրինակներ չկա։ Ես բոլորին մասնակցել եմ, տեսել եմ, որ եկել են, ասում եմ վարչապետը, չէ, դրա մասին չենք կարող խոսել, ծրագիր են առաջարկում, ասում են, կլինի sense բան լինի։ Ասում եմ, դրա մասին հիմա չենք կարող խոսել։ Իսկ գիտեք ինչ, երբ որ Հայաստանի Հանրապետության ժողովրդից, ասենք 10 հոգի, 20 հոգի մարդիկ կանգնած ասում են, մի րոպե կանգնի, պարոն վարչապետ, բան ունենք ասելու, լինի դա նախընտրական պայքար, լինի դա ներկուսակցական նախընտրական, չի կարա վարչապետ ասի, չէ, գիտեք ինչ, ես հասկանում եմ Ռոբերտ Քոչարյանի համար, որը որ վերջերս ասում էր, հաճելի չի մարդկանց հետ շփվել, մեր վարչապետին հաճելի է մարդկանց հետ շփվել եւ մարդկանց հաճելի է շփվել Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։
Պարոն Սիմոնյան, սոցհարցումներից խոսեցիք, իրենք էլ ասում են ձեզ համար եւս սոցհարցումները մտահոգիչ է եղել եւ դուք բարձել եք, որ 50-ից ավելի ձայն չունեք, դրանով է պայմանավորված, որ իշխանությունը ամեն օր լայվ է մտնում եւ խոսում է, որ Գյումրի 2 սցենար թույլ չենք տալու, որ տեղի։ Ես երեք ասել եմ, հիմա նորից կրկնում եմ, այն բոլոր մարդիկ, ովքեր ակնկալում են Գյումրի 2 սցենարին, ռաստվելու են շատ հաստ, վաղաշաբաթ 2 սցենարին։ Մնացածը թողնում եմ ձեր մեկնաբանությանը։ Պարոն Սիմոնյան, ուզում եի հարցնել երկաթուղու կառավարման հետ կապված վարչապետը վերջերս իր պատկերացումից խոսեց, որ մրցակցային նետառավելության խնդիրների ֆոնին իր պատկերացմամբ կարող է դա լուծվել, եթե մի այլ երկիր, որը ընդունելի կլինի կողմերի համար, ստանձնի այդ կգնի այդ կառավարումը եւ ինքը իրականացնի։ Այս տարբերակը, այս իր պատկերացումները ինչու նիսուարիուս ստանում են, նկատնում կան քննարկում ենք, այո, քննարկում ենք նախ եւ առաջ ռուսական կողմի հետ եւ ակնկալում ենք հնարավորինս արագ արձագանքը եւ միևնույն ժամանակ դա մեր համար կենսական նշանակություն ունեցող պրոյեկտ է, որի հետ կապված մենք ուղղակի այլընտրանք չունենք, չքննարկենք, չզբաղվենք։ Այսինքն Ռուսաստանի հետ արդեն պաշտոնապես քննարկվում է երկաթուղու կառավարումը վերցնելու։ Չէ, ինչ որ ասվել է, բարձր ասվել։ Դե նկատի ունեմ Հա, դենց ես մտածում։ Չէ, այսինքն պաշտոնական չկա քննարկում եւ հետո Այո, դե ասում եմ, ինչ որ ասվում է, բարձր նաեւ ասվում է։ Իսկ Ռուսաստանից ասում են, որ Այո, կան։ որ երկրները Չեմ կարող ասել։ Որոնք պատրաստ են գնել կառավարում։ Չեմ կարող ասել։ Չէ, դուք ասացիք կան։ Մենք ակնկալում ենք, որ կան երկրներ, որոնք որ պատրաստ են գնել, բայց չեմ կարող ասել։ Ռուսաստանը ճիշտ է։ Ասում եմ որևիցե անուն, ես հիմա չեմ կարող տալ։ Ինչ սովորություն, այսինքն մտածում եք, ես հիմա պետք է ինչ որ ենթադրենք ինչ որ մի երկիր ցանկություն ունի, հիմա ասենց 10 տեղ սախցիկի առաջ պետք է ասեմ X երկիրը ժողովրդավար եկեք ժողովրդավար բոլոր բանը գախնի փաստաթղթերը բացենք, բոլորը գան կարդան։ Չէ, պարոն Սիմոնյան, ժողովրդավարությունը ու բանը խառնում եք իրար։ Բայց նկատի ունեմ քննարկում ինչ որ երկրների հետ փաստորեն կան, որ ասում եք կան երկրներ, որոնք Չէ, պատրաստ ասում եմ, որ վստահ եմ, որ կան երկրներ, որոնք կուզենան եւ որոնք հետաքրքրվել են, որովհետեւ ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ եւ բնական է հետաքրություն, խոսակցություն դրա մասին կա։ Այլ հարցը թե վերջում ինչ որոշում կլինի։ Պարոն Սիմոնյան, կարող ենք ֆիքսել, որ այդ հարցը, որ պետք է կառավարումը ամեն դեպքում վերցվի Ռուսաստանից, արդեն որոշում է քաղաքական կայացված այդ որոշումը, պարզապես պետք է արդեն բանակցել։ Ոչ։ Ինչու, պարոն Սիմոնյան։ Որովհետև բանակցությունները շարունակվում են։ Եթե կա կայացված որոշում, դա նշանակում է բանակցելը անիմաստ։ Իսկ ինչպես եք վերաբերում Ռուսաստանից հնչող են հայտարարություններին, որ եթե այդ կառավարումը վերցվի, ապա շատ կարճ ժամանակում այդ երկաթուղիների ոնց է կառավարման խնդիրը կփրկվի եւ չի ստացվի։ Նույն ձև եմ վերաբերում, ինչպես վերաբերում եմ մնացած նմանատիպ հայտարարություններին Ռուսաստանից։ Այսինքն ոնց։ Այսինքն ոնց որ նախկինում եմ վերաբերվել։ Պարոն Սիմոնյան, իհարկե այս բանին պատերազմական իրավիճակ անհայտես մերձավոր արևելքում, ինչ կարծիք ունեք դրա մասին, մեկ էլ արդյոք դա վտանգավոր չէ թրիփի համար։ Կարծում եմ, որ վտանգավոր չէ, կարծիքս բնական է, շատ ցավում եմ այն զոհերի համար, որոնք որ լինում են եւ հույս ունենք, որ հնարավորինս կարճ կտևի, որովհետեւ անմիջականորեն մեր հարևանի հետ է տեղի ունենում եւ դա չի կարող մեզ չանհանգստացնել։ Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ դա շատ մեծ աշխարհաքաղաքական, թերևս ամենամեծ աշխարհաքաղաքական պատերազմներից մեկն է, որը որ Փառք Աստծո մեր հետ որևիցե ձևով կապ չունի եւ պետք է ամեն ինչ անենք, որ մենք այդ խնդրի մեջ այդ կարող եմ վերջացնել, այդ համատեքստում կարող եմ վերջացնել, շնորհակալ եմ։ Եվ հույս ունենք, որ որևիցե ձևով Հայաստանի շահերին դա չի բանանի, դիպչի, միևնույն ժամանակ շատ հաճելի է, որ երևի պատմության մեջ, ասենք տեսնում եք, հա, Հյուսիսում պատերազմ է, Արևելքում պատերազմ է եւ մենք այդ ֆոնին կարողացել ենք Ադրբեջանի հետ միասին խաղաղության եզրեր ենք գտել եւ խաղաղություն ենք կառուցում, որը որ ես չգիտեմ պատմությունը երևի թե կգնահատի, որ այս բարդ իրավիճակում Հայաստանը չներքաշվեց։ Հնարավոր է պարոն Փաշինյանն օրինակ մի րոպե։ Հնարավոր է որ նշում եք խաղաղություն է Հայաստանում Ադրբեջանի միջև այս օրինակով փորձի օրինակ ջանքեր գործադրել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև խաղաղության այսպես հաշտության բերի թե ոչ։ Ես չգիտեմ դրա կարիքը կարծում եմ չկա։
Այդ կետիկներ կսպանի ինչեւ չպատասխանեն։ Չներքաշվել է ամեն ինչի մեջ եւ Հայաստանի Հանրապետությունը զերծ պահել խաղաղության գործընթացին ինչ որ ձևով որ ինչ որ մեկը կարողանա հարված։ Իսկ Հայաստանը ունի ծրագրեր, եթե հանկարծ իրանահայերը գան Հայաստան մենք նման տարբերակ քննարկել ենք, բայց պետք է ասեմ, որ այս պայդրությամբ ես տեղեկություն չունեմ, որ թե նախորդ 12 օրյա պատերազմի ժամանակահատվածում, թե հիմա նման վտանգ եւ նման միտում կա, process-ը այդ ձևով այս պահին հələ չի գնացել, չունենք։ Իհարկե բնականաբար յուրաքանչյուր երկիր, որ սահման ունենում, նախապատրաստվում է, որ եթե ինչ, ապա հա, բայց այս պահին չունենք, որ նման հոսք չի եղել ու չկա այս պահին։ Ես գիտեք ինչն է հետաքրքիր, այդտեղ կարևոր է, որ որքան ես հասկանում եմ, հողի վրա գործողություններ չեն լինելու եւ տրամաբանությունը դա հարված հասցնելու տրամաբանությունն է, որը որ միգուցե դրա վրա ազդում է, որ այդ հոսքը այնտեղ ձևով չէ։ Պարոն Սիմոնյան, երկաթուղու հետ կապված մի հատ։ Բայց Կարինեն հարցեր ուզում տալ, Կարինեն ջան։ Ուղղակի բաղկանները այսպես կուկուրուզ բերաշքի քաղաքի։ Չեմ լսում։ Երեք բաղկանները կուկուրուզ բերաշքի քաղաքի էսոնի վրա, որ Իրանում անհանգիստ են, իրենք ասում են, որ անվտանգության խորհուրդը նիստում ամեն ինչ տվել է Հայաստանին վտանգ չի սպառնում, մինչդեռ 26-ի զեկույցում արտաքին հետախուզական ծառայությունը եւ ես նկատեցի, որ անվտանգության խորհրդի նիստում հենց Քրիստինե Գրիգորյան ինքն է զեկուցում ասում էր, որ եթե Իրանում զարգացումները ավելի վատ լինեն, սա ամբողջ տարածաշրջանային խաղաղությունն է խախտելու։ Եթե հնարավոր է չակերտներ բացեք, նույնն է պնդել արտաքին հետախուզական ծառայությունը։ Չի եք դուք ենթադրում, որ ես պետք է անվտանգության խորհրդի բովանդակությունը պատմեմ ձեզ։ Նույնն է ասել, հնարավոր չի։ Հնարավոր չի։ Բայց եթե այդ զարգացումները ամեն դեպքում այս պատերազմը շարունակվի, տարածաշրջանի առումով ինչ վտանգներ են ներկայացնում։ Հնարավոր է Ադրբեջանը օգտվի այդ վիճակից, որտեղ նա այդպիսի դատումներ կան, այնտեղ Իսրայելի Դե եթե մեր ընդդիմադիրները շարունակեն փորձել իրավիճակը լարել, շարունակեն ագրեսիա ցույց տալ, որևիցե բանով հիմնավորված չի, շարունակվի այն ինչ որ տեղի է ունենում մեր ընդդիմադիր դաշտում, եթե, չգիտեմ, խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից մերժվի, իհարկե հնարավոր է, որ Չէ, ինձ Ադրբեջան-Իսրայելը հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները, շատ հնարավոր է, որ ոչ միայն Իսրայելը կամ Ադրբեջանը կամ որևիցե այլ երկիր, բոլորը այդ իրավիճակից օգտվեն, որովհետև ակնհայտ է, որ, չգիտեմ, Փառք Աստծո մենք այդ ունենք, հա, որ մենք եզակի օրինակներից ենք, որը օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ անընդհատ օրինակ է բերում, պարծենում է եւ այո, իհարկե, որ հնարավոր է, որ այդ լավ օրինակի վրա միշտ մարդիկ են լինելու, որոնք փորձելու են բանան, բայց ասում եմ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դա թույլ չի տալու։ Բայց այդ խաղաղությունից էլ խոսում պարտանում, որ Թրամփը պատերազմ է դարձել, այդ թվում ադրբեջանական միշտ ստեղ այդպես պատերազմ չկար։ Հիմա այս Իրանի վրա հարձակումից հետո նրա այդ խաղաղասիրական ջանքերը որքանով են այսպես։ Ես չեմ ուզում մտնել ձեր եւ Տրամփի վեճի մեջ, բայց ես պետք է ասեմ, ես չգիտեմ դուք ինչ որ խնդիրներ ունեք Տրամփի հետ, որտեղ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին որպես ընկեր է խոսում, դրական բաներ ասում, այդ համագործակցում է, ձեր եւ Տրամփի հարաբերությունները դուք կարող եք կարգավորել, ես որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնյա շնորհակալություն եմ հայտնում իրեն այն ջանքերի համար, որ ինքը եւ իր ադմինիստրացիան ներգործել է եւ իր դերը եւ թրիփի դերը եւ իր միջնորդության դերը թերագնահատել ուղղակի հողի վրա նույնիսկ չի կարելի, որովհետեւ ակնհայտ է, որ հենց այդ միջնորդությունը, որ դուք գալիս եք ասում եք, ով է լինելու միջնորդը, ով է գալու, ով է լինելու միջնորդը, բա չէ գնում մի հատ այս ինչ տեղը, բա մի հատ այս ինչ բանը չեք անում, ասինքն այն, որ այսօր 2 տարին արդեն լրացել է, որ որևիցե մարդ չի զոհվում, այդտենց վերևից ընկավ, հա, կամ դա պահպանելը վերևից է անգել, հա, ես խնդրում եմ ձեզ մի քիչ դուք լուրջ լրատվամիջոց եք ներկայացնում,
այլ երկրի նախագահին մի քիչ հարգալից, մի քիչ ավելի լուրջ վերաբերվեք, չի կարելի, դա կոռեկտ չի։ Արցախի պատերազմը սկսվեց եւ Ֆրանքն է, նորից հանրապետականն էր իշխանության եւ Բայց դուք մոռանում եք, չէ, որ մենք այն ժամանակ ունեինք այլ երաշխավոր, բայց իսկ ով էր մեր երաշխավորը այդ ժամանակ, կասեք բարձրաձայն։ Չէ, չեմ ասում ինչ եք հիշում։ Ով էր երաշխավորը։ Ով էր երաշխավորը, ասեք այդ բառը։ Ով էր երաշխավորը։ Կարինե ջան, ասա, խոսում ես, խոսա։ Չեմ լսում։ Ռուսաստանը։ Հիմա կա տնտեսական շահեր։ Լսեք, հիմա կա տնտեսական շահեր։ Հենց տրիփը, հենց դրա մասին է, որ էմոցիաներից դուրս, երբ որ կա նաև տնտեսական շահ, կա համագործակցություն, հենց դա է ամենամեծ հաղթանակը։ Երբ որ ասում եք Տրամպը ինչ արեց, որ Տրամպը բերեց հիմնական առիթը, պատճառը, որպեսզի այդ պատերազմը չսկսի։ Ոչ թե ասեց ես ոդկաս կխփեմ գետնին կամ ես եմ ասում ոնց պետք է լինի։ Ասեց որ այդտեղ շահ կա եւ արեց այն ինչ որ վաղուց մենք ասում էինք։ Արեց մի բան, որը որ ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը, Ադրբեջանի Հանրապետությանը, տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում նաեւ Իրանին, որտեղ Իրանը նույնպես օգտվելու է այդ տրիփի հնարավորություններից տնտեսական առումով եւ Թուրքիային եւ սա է Տրամպի արածը, որը որ դուք թերագնահատում եք ու որի համար ես շնորհակալ եմ ու որը որ այո իհարկե, բա տեսեք, չէ, Տրամպը Իրանի համար չէր աշխատում, չէ, Տրամպը Իրանի համար չէր աշխատում։ Տնտեսապես այն ապրանքը, որը որ մենք Իրանի հետ մեր սահմանը բաց է եղել եւ բաց է, չէ, տնտեսական առումով մենք առևտուր ունենք, չէ, իսկ մենք այդ տնտեսական առումով այդ ապրանքներից մեր երկիրը չի օգտվելու, թե մեր երկրի միջոցով ենթադրենք Ռուսաստան կամ Թուրքիա ապրանք չի գնալու։ Այսինքն դա նոր շուկա է բացվել Հայաստանի համար, որտեղ Իրանը ունենալով սահմանափակ հնարավորություններ առևտրի մշտապես, որ վերջի տարիների ընթացքում կարողանալու է իր ապրանքը իրականացնել, բայց չստացվեց որ բասի Կարինի հետ հարցազրույց ենք անում։ TV-ին վախենում են ինձ կանչեն, բայց թե Կարինեն կարողանում։ Այո, եւ միևնույն ժամանակ բոլոր գործընկերների հետ։ Կարինե ջան, կարամ ասեմ։ Տեսել ես որ իրանական ապրանքները եւ իրանացիները գալիս են Հայաստանի Հանրապետություն եւ ապրանքներ է գնում։ Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ով մշտապես հայտարարել է, որ երբևիցե երեխեք լռեք, որը որ երբևիցե չի անի որևիցե քայլ Իրանի Հանրապետության դեմ, մենք այն ապրանքները, որոնց հետ կապված մտահոգություններ կան, այդ մասով բնական է որևիցե առևտուր Իրանի հետ չենք արել եւ չենք անելու, բայց այն մասով, որը որ Իրանը մեր անմիջական հարևանն է եւ մենք գտնվում ենք հաստացի երկու կողմից փակված վիճակում, հա? Եվ Իրանի հետ մեր հարաբերությունները մշտապես ընկալելի է եղել թե եվրոպացի գործընկերների, թե ԱՄՆ գործընկերների հետ։ Դա մեր աշխատանքի մի մասն է։ Դրա համար եմ ասում, տրիփը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին վերադառնալով ձեր հարցին, այդ դա է կարևոր երաշխիքը, ոչ թե Տրամպը, մարդել կա ասում է, բա Տրամպը 2 տարի հետո ուրիշ նախագահ է ալնելու։ Հարգելիներ ես, դա պրոյեկտներ են, որոնք միջպետական պայմանագրեր են, եւ միջպետական պայմանագրերը ոչ մեկ չի չեղարկում, առավել եւս տնտեսապես ձեռնտու, իսկ տրիփը տնտեսապես ձեռնտու է նաեւ ԱՄՆ-ը։ Եթե օրինակ Միացյալ Նահանգներ արմատավորված լիներ արդեն տրիփում, այսօր արդյոք Հայաստանը ավելի խոցելի չէր դառնա։ Կներես չհասկացա։ Եթե տրիփի հետ հասկացա, լավ։ Այո, որտեղ փոխանցական կարծիք կա, որ հիմա եթե Միացյալ Նահանգները այնտեղ լիներ, գուցեև մեր համար ավելի վատ էր։ Ոչ, որովհետև մենք ռազմական բաղադրիչ եւ բովանդակություն չունենք։ Ինչպես հայտարարեց նաեւ Իրանի արտաքին գործերի նախարարը, իրենք որևիցե այն երկրների չեն հարվածել եւ իրենց հարևաններին չեն հարվածում, իրենք հարվածում են ռազմական կառույցներին, որոնք կան այդ երկրում։ Հայաստանի Հանրապետությունում որևիցե ռազմական կառույց չկա, եւ ասեմ ավելին, եթե չեմ սխալվում, իրոք չեմ սխալվում, Սյունիքում մենք ունենք նաեւ Իրանի հպատոսություն։ Այսինքն ես չգիտեմ, ինքը կարծում եմ այդ փորձագետը մի քիչ ուռճացրել է։ Կաթողիկոսին հեռացնելու իշխանության ծրագիրը չիրականացավ, տեսակետներ կան նաև մամուլում տեղեկություններ, որ
փորձ է արվում ընտրություններից հետո նորից վերադառնալ այդ թեմային, նաև դրանով է պայմանավորված, որ արդեն Կիրակի օրերը Նիկոլ Փաշինյանն էլ պատարագի չի գնում, ներկուսակցական քարոզարշավի է, Էջմիածնի գանձերը Հայաստանից տանելու վերաբերյալ անգամ պատախազությունում որևիցե գործ չկա, հայտարարվում է, որ սա անբակորբոր հայտարարություն է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչու իշխանությունը այս հարցում զատնի դրեց։ Նախ իշխանությունը այս հարցում զատնի չի դրել, այլև ջան, որովհետև այն process-ը, որը որ սկսել է, այլևս անդառնալի է, այլ հարցը, թե ինչ փուլում եւ ինչ ժամանակացույցում, ինչպես ասաց Ռոզանը, ինչ գործողություններ կարվեն, այդ գործընթացը սկսվել է Կտրիչ Ներսիսյանը որևիցե ձևով չի կարողանում ինչ ա եղել։ Ինչն է քեզ տենց ուրախացնում։ Չեմ հասկանում։ Լավ, ինչ եղեք։ Որևիցե ձևով չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում որոշումներ կայացնել, այդ process-ը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կավարտվի իր բնականon ձևով, ինչ վերաբերում է վարչապետի պատարակներին գնալուն, դա իր անձնական որոշելիքն է, ինքը գնալու է, էլի է գնալու, ես վստահ եմ, խոսել եմ իր հետ դրա մասով, նույնիսկ քարոզարշավի հետ կապված մենք խոսակցություն ենք ունեցել, ասել է ես չեմ կարող, ես պետք է գնամ պատարակների, պետք է ինչ-որ ժամանակացույցներ անենք, բայց դե ասենք մարդու անձնական աղոթքի հետ կապված կարծում եմ ես չէ պետք է խոսեմ։ Նկատի ունեմ, որ ըստ էության այլևս ակտիվ չի այս թեմայով իշխանությունը։ Որովհետև ինչա։ Իվերջո 7-8 ամիս, այսպես ասած, խափարը մնացիչներով, եւ արդյոք սա չի խոսում, որ Փաշինյանը այլևս չունի 18-ի այն չի խոսում, որպեսզի ժողովուրդը։ Ոչ, չի խոսում։ Այդ խոսում է այն բանի մասին, որ Փաշինյանը ունի պատասխանատվության շատ բարձր աստիճան իր մեր երկրի, իր գործողությունների եւ հախուռն որևիցե բան չի անում, այլ ամեն ինչ անում է շատ հաշվարկված եւ իմանալով, թե երբ ինչ է պետք անել եւ վստահեցնում եմ ձեզ, ասենք ես ուղղակի զարմանում եմ, մեկ-մեկի մոտ տպավորությունն է, որ դուք տենց ուզում եք ասեք այն ինչին դուք հավատում եք, այլ ոչ թե այն իրականությունն է։ Լսեք, ես խոհանոցում նստած ջադուների բամբասանքները չեմ մեկնաբանում։ Ամեն ջադու, որ խոհանոցում նստած ինչ որ մեկի մասին խոսում է, բամբասում են, ես էլ իբր երեխա ունեմ, ինչ ասես, սաղի մասին ինչ որ բաներ են խոսում, հա։ Հիմա ես ստեղ կանգնած, դուք այսքան լրատվամիջոցներով, բա իմացաք մեր հարևան Վարդուշը իրանց սենյակում նստած ընկերուհուն բան պատմեց։ Երեխեք, թարգեք այդ ամեն ինչը, հա։ Հարցնում եք քաղաքական հարց, ասում եմ, այդ process-ը ավարտվելու է նրանով, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է։ Կտրիչ Ներսիսյանը ժամանակին մնացած բոլորով հանդերձ, հա, ինչքան ինստիտուտ կար, պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը համընտրությունը կրեց, հեսա հաջորդ ընտրությունն է կրելու եւ այլն եւ այլն։ Չեք ուզում հասկանամ, հետքալ չենք անում, լսեք, չէ, որովհետեւ չենք ուզում որևիցե ձևով այնպիսի բան անենք, որը որ կարող է ընկալվել Հայաստանի Հանրապետության վարկանիշին կամ Հայաստանի Հանրապետությանը վնասել։ Դա ինչ է նշանակում, դա ինչ է նշանակում։ Լավ դե հիմա հարց տամ, էլի, լավ դե հիմա այն դու սկզբից հենց անձամբ դու եկել ես այստեղ, ինձ ասում էիր, սա հարցակում է եկեղեցու վրա։ Դրանից հետո եպիսկոպոսները սկսեցին մեկը մյուսից հերթ տալով հրաժարվել եւ միանալ։ Եկաք ասեցիք, եկաք չասեցիք, բայց այդ մարդիկ լավ էլի, մի խնդրում եմ, նորից, հեսա կվերադառնանք, ժողովուրդ, ամեն մի լույս, եթե հիմա ստեղ մի հատ լույսը անջատվի, դա չի նշանակում, որ շենքում լույսի խնդիր կա։ Ամեն մի քայլը գալ ասել, ահա, ձեր մոտ չստացվեց եւ չգալ ասել, ահա, լսեք, ադմինիստրատիվ ռեսուրս չեք տեսել, որ ադմինիստրատիվ ռեսուրս տենակ, Կտրիչ Ներսիսյանին կկանդալեն, կտանեն, հանգստացեք։ Կարնի ջան, կրկնում եմ, չէ,
Գարնե ջան, 1700-ամյա եկեղեցում ձախողվել եք դուք ու Ռոբերտ Քոչարյանը, որը որ աղոթել չգիտի, որը որ հայրմերը չգիտի, ոչ է խաչակնկվել գիտի։ Ձախողվել է ինքը։ Մենք եկեղեցու հետ կապված որևիցե գործողություն չենք արել։ Մենք գործողություն ենք արել, անելու ենք որպես մարդիկ, ովքեր որ հավատում են, իսկ իրավապահները գործողություն են անելու այն մարդկանց վրա, այն մարդկանց հետ կապված, ում հետ կապված կան դրա առիթները։ Ու մի զարմացեք։ Դոժդի տված էր հարցազրույցում այդ սկանդալային ինֆորմացիայի մասին, որը ինֆորմացիա բառը մի օգտագործի հետո։ Մի խոսքով դիտարկում, որ 3-4 այսպես հոգևորականներ կան, չգիտեմ ինչերով։ Մանկապիղծ բառն եմ օգտագործել, ասա դու։ Չեք կարծում, որ դատախազությունը պետք է զբաղվի ձեր այս հայտարարությամբ եւ արդեն իսկ քրեական։ Դե Կարնե ջան, տես, եթե ասեմ, եթե դատախազությունում անգրագետ մարդիկ կան, պետք է զբաղվեն։ Ես գիտեմ, որ լրատվական դաշտում անգրագետներ կան, ու իրանք շատ են, եւ ռուսերեն լեզվի տիրապետողներ չկան, պետք է զբաղվեն բնականը, բայց արիում տես, որ ոչ մեկ չի զբաղվել դրանով, նույնիսկ ՀԿ-ները չեն զբաղվել, նույնիսկ որևիցե մեկը դատարան չի դիմվել, բա ինչի չեն արել, գիտես ինչի Կարինե, որտեվ այդ ինչ որ դու ասում ես, կեղծիք է Կարինե ջան։ Ես նման բան չեմ ասել։ Ես ասել եմ, ենթադրենք, ինչ որ X երկրում, ենթադրենք, ինչ որ նմանատիպ բան է լինում, եւ իշխանությունը պետք է նմանատիպ արարքների հետ կապված իր կարծիքը չասի։ Պայմանական օրինակ է։ Հարգելի ես ներողություն եմ խնդրում, կարող ես Շոգ ջան, այդ մարդիկ անգրագետներ են, թող ինձ դատի տան։ Անգրագետ են։ Գոյություն օրինակ փաստերի ստուգման հարթակ գոյություն ունի FIP-ը, որը որ եզրակացություն է տվել, որ երկակի կարող է մեկնաբանվել։ Այլ տարբերակ, ես ես խնդրում եմ, լավ, այդ տենց ասում եք 1700-ամյա ինչ որ բան, կարն է թող խոսեմ։ Չէ, իսկ քիչ են ասում։ Ես ԿՊԱ-ների մասին չեմ ասում, աշխարհում ամենահայտնի, ամենատարածված օրինակը, որ եղել է, հա, եկեղեցու մանկապղծության օրինակն է եղել եւ դրա մասին բազմաթիվ բաներ են գրվել։ Էդ եմ ասում, Կարինե ջան, ցավը տանեմ։ Ես քեզ խնդրում եմ, նախ մենք դրա համար չենք պահանջում, մեկ, որտեղ ինքն է իր կանոնները խախտել եւ ինքը եթե երես ունենար, եթե արժանապատվություն ունենար Կտրիչ Ներսիսյանը ինքը կգնար։ Ուղղակի ինքը արժանապատվություն չունի, որ երեխայի հետ կապված ոչ հերքումա, ոչ հաստատումա, դու պարզա չէ որ կա եւ ակնհայտ է որ ինքը խախտել է իրենց հենց կանոնագիրքը հիմա դա ընդունված չի, չգիտեմ դրան իրանք են որոշում, իրանք չեն որոշում, դրանք հարակից խոսակցություններ են, արել ես հիմա դուք ինձ գաք ասեք դուք կաշառք ես վերցրել, ապացույցելի, ես ասեմ դա ազգային ժողովի ներքին գործն է, ասում եմ մի վախեցեք, թիվ 5 հեռուստաընկերությանը, թիվ 5 Կարնե ջան, ռուսերեն, ես խնդրում եմ, ես ռուսերեն լեզվի դասատու չեմ, գնացեք, կրկնում եմ, եթե կա մարդ, որ մեծ փրթում է, խոսում է, Facebook-ներում, դոշերն ատեցում, ինչ որ բաներ է խոսում, այն որ տեսա News.am-ի նախկինում նորմալ լրագրող էր, հիմա այտենց տապալվել է որպես լրագրող, տիկինը խոսքս նենգափոխում էր, ասում էր բառացի ասել, ժողովուրդ, ինչքան դուք տենց դատարկ թեմաների աճ պարություններով զբաղվեք, այնքան ընդդիմությունը նույն տեղում դոփելու է, շարունակեք դա անել, իսկ եթե կա մարդ իմ հայտարարության հետ կապված, ինչքան ժամանակ անցել, մի 15 օր արդեն անցել է, բա ուր են այդ մարդիկ, ուր են այդ ՀԿ-ները մեծ խոսացրել, ու գնան մեկ դիմում գրեն դատախազություն, չեն հավատում դատախազությանը, միջազգային կառույցներին թող դիմեն, չեն հավատում միջազգային կառույցներին, չգիտեմ, հայց թող ներկայացնեն դատարան, որովհետև խնդրեմը կանում նրանում, որ դա անգրագիտություն, հաճույք եմ ստանում այս թեմայից։ Պարոն Սիմոնյան, փաստորեն թող մարդկանց դիմեն, դատարաններին չեն վստահում, այն մարդիկ, ովքեր դատարաններին չեն վստահում եւ քաղաքական օրակարգի հետ կապված հարց ունեն, թող դիմեն Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Հայաստանի Հանրապետության ժողովրդին գնան, ասեն, գիտես ինչ, Ալենը սենց բան է ասել։ Հա դու չես ուզում դրա դեմ ձեն հանես։ Այդ դեպքում, երբ որ դրան արձագանք չի լինում,
Այդ թեման լավ Պարոն Սիմոնյան, կարող ենք ասել, որ քաղաքացիական պայմանագիրը ամեն դեպքում այս պահին կաթողիկոսին հեռացնելու օրակարգի շուրջ դադար է վերցրել։ Ոչ։ Ինչպես է, հիմա որևէ դրսևորում չի ունենում։ Այդ process-ը չի դադարել, չի դադարում ու չի դադարելու։ Պասիվություն այդ դեպքում Նախ ներքին կուսակցական նախընտրական process-ներով։ Դե դադար է, էլի վերջ։ Չէ, դադար չի։ Հիմա որ ներկուսակցական քարոզարշավը ես դեռ հարցազրույց չեմ տալիս։ Պարոն Սիմոնյան, Ալիս եմ շատ։ ներկուսակցական ընտրությունների հետ կապված Արիրան մտանանք հետո։ Ուրեմն վերադառնանք քաղաքականություն։ Եթե ձեր կուսակցությունը Ջահավաքի անհրաժեշտ մեծամասնությունը 51%-ը, դուք ում հետ եք համագործակցելու, ձեր տեսլականում կա համագործակցություն։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, բայց ես բացառում եմ նման իրավիճակ, ես մոտավորապես ենթադրում եմ, թե ինչ տոկոս ենք մենք ստանալու եւ վստահ եմ համանդրական մեծամասնություն։ Դե որովհետեւ այո, հարցումը գիտեք որն է, հարցումը ով է դուզ ասում։ Այդ ձեր այդ 24 նյուզի տակը գրած այդ ֆեյքերի բանով եք չափում։ Որտեղ եք նայում։ 21 թվականյան հաջողությունը որտեղ հիմա չկա։ Հարգելիս, նախ սա համապետական քարոզարշավ չի մեկ, երկրորդը դա տենց չի, ընդհակառակը։ Մարդկանց մենք էլ էինք այդ համեմատում, մարդկանց մեջ չկա այն ներվը, չկա այն բացասականը, որը որ կար 21 թվականի ընտրությունների ժամանակ։ Եվ ես ձեր հետ պատրաստ եմ մարջ գալ բոլորի հետ։ Ես ձեր հետ մարջ եմ գալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շատ ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021 թվականին։ Պատրաստ եք։ Մարջ են գալ, ասեք։ Դուք ասեք դուք ինչ եք ուզում, ես ասեմ ես ինչ եմ ուզում։ Որևէ իշխանության հավակնություն չունենաք, եթե անգամ Ռուզան ջան, դու իմ ընտրողն ես, կոնկրետ դու անձամբ իմ ընտրողն ես։ Հիմա խես տեսախցիկների մոտ տենց բաներ ասում։ Կգնաք։ Տեսեք, դու էլ ես իմ ընտրողը, դու էլ ես մեր ընտրողը, իհարկե։ Գնացեք, հաջա։ Կանե ջան, մենք ոչ մեկին չենք կարող արգելել, դա անում է այլ մարմին, մենք դրանով չենք զբաղվում, մենք ընդհանրապես այսքան ժամանակ ոչ մի կուսակցություն չենք արգելել եւ նման բաներով չենք զբաղվել եւ նման օրինակ դուք չեք կարող բերել։ Վերադառնանք Նարեկին։ Նարեկը բոլորին զիջեց, հիմա մենք զիջենք Նարեկին։ Նարեկ ջան, խնդրեմ։ Երկու հարց ունեմ, պարոն Սիմոնյան։ Բայց եկեք մի քիչ առաջ կանգնենք, էլի այտենց։ Ընտրական օրենսգրքով արգելվում է ունեցվածքի 30%-ը Հայաստանից դուրս ունեցող անձանց գրանցել ընտրություններին, թե ոչ։ Արդյոք սա իշխանության օրակարգում կա, քննարկում եք, թե ոչ նման վտանգ։ Հիշի երկրորդ հարցը, սրան պատասխանեմ, հետո մյուսը, չէ, նման բան մենք չենք քննարկում, առաջին անգամ ձեզնից եմ լսում, ես շատ որպես իրավաբան եմ ասում, ես շատ քիչ հավանական եմ համարում, որ Հայաստանում լինի կուսակցություն, որը որ եթե տենց կտրուկ ինչ որ պատճառ չլինի, շատ քիչ հավանական եմ, համարում եմ դա քաղաքականորեն սխալ եւ ես անկեղծ եմ ասում, լուրջ եմ ասում, դուք մեր համար ինչ տարբերություն ազգային ժողովի դահլիճում այն մյուս 40%-ը ով ալնելու, առավել եւս որ նույն մարդիկ են։ Այսինքն մի ընդդիմադիր կուսակցությունից քոչում են մյուս ընդդիմադիր կուսակցություն, ասում են, ահա Ծիպերյան Նատաշը, ասենք դառնում են այլ կուսակցության անդամ, հետո մեկ էլ սկսում են այն մյուսին գովաբանել եւ գնում են այս ինչ։ Մեր համար ինչ տարբերություն կկոչվի այլ մնացած 40%-ը ԲՀԿ, չգիտեմ, ԼՀԿ, Հայաստան, մեր ձևով, ձեր ձևով, չգիտեմ, մեր համար ինչ տարբերություն։ Մենք չենք կարող այստեղ 100% կազմել։ Պարզ է, չէ՞ որ ընդդիմությունը առնվազն 40% զբաղեցնելու է։ Հա, ինչ ուզում են թող անեն, ինչ տարբերություն։ Մարդիկ պետք է ընտրություն ունենան։ Եվ մյուս հարցը, պարոն Սիմոնյան, ձեր հետագա պաշտոնավարման հետ կապված նշում են, որ այս ներկուսակցական ընտրություններով, քանի որ դուք զիջում եք այլ թեկնածուների, սա արդեն ասում են տեղեկություններ կա, որ մամուլն էլ գրում է, որ քննարկում է, որ այլևս դուք չեք լինի 26-ից հետո ազգային ժողովի նախագահ, սրա շուրջ քննարկում եղել է թե ոչ։ Նման քննարկումներ չկա, ես չեմ կարծում, որ որևիցե մեկի զիջում է, որովհետև այդ ընտրությունները այլ բանի մասին, դա կուսակցական ներգրավվածության մասին է, դա կուսակցության անդամների հետ աշխատելու մասին եւ որևիցե ձևով պրոյեկտել դա այլ բանի վրա, իհարկե չի կարելի, ինչ վերաբերում է արդեն 9-րդ գումարման ազգային ժողովի նախագահի վերաբերյալ ինձ այս պահի դրությամբ որևիցե մեկը աշխատանքից չի ազատել, այսինքն իմ կուսակցությունը, իմ վարչությունը չի ազատել եւ ես որևիցե միտք եւ նպատակ չունեմ այդ հարցը քննարկել։ Այս պահի դրությամբ դուք եք, եթե մեծամասնություն լինեք, դուք եք 9-րդ գումարման խորհրդարանի։ Նման բան չի քննարկվել, բայց ես մենք իմ
գործնեությունը որովհետեւ ձեւով չի բերել այն պահին, այն մասին, որտեղ որ ես պետքա այլ բանով զբաղվեմ։ Եթե կուսակցությունը, վարչությունը, վարչապետը մասնավորապես այլ բան կորոշի, ես իհարկե այդ որոշմանը կենթարկվեմ, բայց ես նման ամեն դեպքում խորհրդարանը ես իհարկե նախընտրում եմ խորհրդարանը, նախընտրում եմ մնալ նույն տեղում եւ կարծում եմ, որ դա տրամաբանական է, որովհետեւ չգիտեմ, կարող է շատ հարցերում իրար հետ համաձայն չենք, բայց կարծում եմ, որովհետեւ մեկի մոտ կասկած չկա, որ որպես ազգային ժողովի նախագահ ես իմ գործը այնուամենայնիվ հաջողել եմ եւ ես ենթադրում եմ, որ դա կգնահատվի իմ գործընկերների կողմից։ Ես գործադիր, եթե իմ կուսակցությունը որոշի, որ ես շարքային падգամավոր եմ լինելու, բնական է ես կդառնամ շարքային падգամավոր, ուղղակի խնդրեմն է, որ ես որպես շարքային падգամավոր եմ sense տեղում ֆռալու եւ Ալեն Սիմոնյանն եմ մնալու, բայց եթե որոշի, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Նարեկ, ես որ BMW ունեի, BMW ոչ մեկ չուներ, սկսենք դրանից ու երկու տարբեր BMW ունեի, նենց որ այդ բաներին մի հավատա։ Նկատի ունեմ զրահապատ, այսինքն անձնական մեքենա ունեք։ Հարգելիս, ես զրահապատ հիմա էլ չունեմ, սկսենք դրանից, հələ ծառայական զրահապատ։ Չէ, դնում ես ինֆորմացիա ճիշտ։ Մի պատտվող լուրեր ոչ մի ձև չգիտեմ, այդ լուրերի իսկությունը ինչքանով կարող է մոտ։ Որ ես այլ մոլորակային եմ, չէ, ճիշտ չի, ուրիշ։ Ալեն Սիմոնյան, հնարավոր է կամ առհասարական այդպիսի քննարկում Հանրապետության նախագահի պաշտոնի համար առաջ։ Հարգելիներս, այդպես քննարկումներ կա միայն ընդդիմադիր որոշ թերթերում։ Մենք այդպես բաներ չենք խոսում։ Հայաստանի Հանրապետությունը ունի իր նախագահին։ Ես գործող քաղաքական խոսացող գործիչ եմ։ Եթե իմ կուսակցությունը կգտնի, որ ես պետքա գնամ, չգիտեմ, ԺԿ-ի պետ դառնամ, մենք այդ հարցը մեր կուսակցության հետ կքննարկենք։ Նման քննարկում չկա։ Եվ ես ենթադրում եմ, իմ գործունեությունը թույլ չի տալիս, իմ անցած ճանապարհը, իմ ծառայությունները, որը որ ես մատուցել եմ Հայաստանի Հանրապետություն որպես պարլամենտական, թույլ չի տալիս նման խոսակցությունների հետ։ Պարզապես ուզում են մեզ իրար հետ կռվածնեն, չգիտեմ, իմ ընկերների անուններն են տալիս, քաղաքացիական պայմանագիր, Տիկին Մակունցը իմ ընկերն է, շատ լավ աղջիկ է, եթե իմ կուսակցությունը կորոշի, որ ինքը պետքա լինի, ես միայն ուրախ կլինեմ, բայց ժողովուրդ, ես սաղ եմ, ես կամ ու ես շարունակելու եմ գործել ու լսում եմ այս ամեն ինչը, դադարեցրեք այս անտեղի խոսակցությունը։ Շնորհակալություն։ Մամուլը դա ասում է, որ մեզ կռվածնի, չի ստացվելու մեզ կռվածնել։ Բոլորի անունները, ում անունները տվել են, իմ ամենամոտ ընկերներն են, իմ տան, իրար տուն գնալով, ընտանիքներով ընկերություն, մենք նայում, կարդում, ծիծաղում ենք դրանց վրա։ Հայկ Սարգսյանի հետ ինձ մամուլը չի կռվածնել եւ ես Հայկ Սարգսյանի հետ կռված չեմ, մենք ուղղակի տարբեր հարցերի հետ կապված տարբեր կարծիքներ ունենք։ Այսինքն դուք կարծում եք, որ ես բոլոր 70 կամ չգիտեմ 100 падգամավորի հետ ընկերական հարաբերություններ ունեմ, մեկի հետ մոտ եմ, մեկի հետ այդքան մոտ չեմ, մեկի հետ իրար տուն ենք եթում, մեկի հետ հենց գործի տեղն ենք բարև տալիս։ Եվ ինչ որ ասպեկ ամենամոտ ընկերների հետ են փորձում կռված։ Եվ ինչ անենք։ Այսինքն կյանք է եւ ամեն ինչ տեղի ունեն, բայց Արտուր Վանեսյանի հետ ես չեմ կռվել պաշտոնի պատճառով, կռվել եմ այլ բաների պատճառով, որի մասին հիմա չեմ ուզում խոսել, որտեվ նախ Արտուր Վանեսյանը քաղաքական առումով էլ հետաքրքիր չի, կարծում եմ, այն բանից հետո իր դեպ ճիշտ որոշումից հետո չմասնակցել ընտրություններին, ես ուրախ եմ, որ ինքը տենց որոշում ա կայացրել եւ իր կյանքի ամենաճիշտ երկրորդ որոշումն է։ Դե աջակցի թող աջակցի, բան չունեմ, բայց եթե հին մեթոդներով է աջակցելու, իրավապահները գործելու են եւ այդ աջակցողներին տանելու են աջակցելու։